Սիրված ու երիտասարդ դերասան Անդրանիկ Հակոբյանն այս շրջանում միացել է Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալի դերասանական կազմին, որտեղ մարմնավորում է Գոռին, ով մասնագիտությամբ բժիշկ է։ Թատրոնի և կինոյի դերասան Անդրանիկ Հակոբյանը հեռուստադիտողների լայն զանգվածին քաջ ծանոթ դարձավ «Երդում» և «Կույր աշխարհ» հեռուստասերիալներից։ Նշենք, որ ինչպես «Կույր աշխարհ» հեռուստասերիալում, այնպես էլ «Վերջին զանգը» հեռուստասերիալում նրա կերպարը ոչ միանշանակ է ընդունվում։ Ոմանք համակրում են հաճելի արտաքինով գլխավոր հերոսուհուն նվիրված հերոսին, ոմանք էլ մեղադրում նրան ֆիլմի սիրահար զույգի՝ «Կույր աշխարհ» հեռուստասերիալում Ռոզայի և Կարենի, իսկ «Վերջին զանգը» հեռուստասերիալում Հենրիի ու Անգելինայի միջև հայտնվելու համար։ Անդրանիկը մարմնավորում է կերպարների, որոնք իր հետ կապ չունեն, բայց ինչպես հաճախ է պատահում, հեռուստադիտողը սիրում է ասոցացնել կերպարին ու դերասանին։ Դերասանին այն հարցին, թե ինչի մասին է երազել մանուկ հասակում, Newsam Style-ին պատասխանել է. «Փոքր հասակում երազում էի դառնալ զինվորական, հետո տիեզերագնաց ռոք հաստղ, նույնիսկ մի ֆիլմից ոգևորված երազում էի դառնալ ռոբոտ ոստիկան, հետո հասկացա, որ եթե դերասան լինեմ, բոլոր մասնագիտություններն էլ կկարողանամ մարմնավորել»։ Ինչի մասին եք երազում այսօր։ Այսօրվա իմ երազանքներից մեկն այն է, որ ստեղծագործեմ ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս։ Ձեր կյանքի մեծագույն ձեռքբերումը։ Ես դեռ 28 տարեկան եմ ու այս պահին իմ ամենամեծ ձեռքբերումը իմ կինն է, իսկ մասնագիտական ամենամեծ ձեռքբերումը թոշակի գնալուց հետո նոր կկարողանամ պատասխանել։ Դերասանի կինը Սաթինե Օհանյանն է, և ինչպես պարզ է դառնում նրա սոցիալական ցանցերում արված գրառումներից, նրանք ծանոթացել են դեռևս 2017 թվականին։ Դերասանի կինը գրել է. «Շատերը չգիտեն, որ մենք առաջին անգամ հանդիպել ենք Գյումրի-Երևան գնացքում»։ Նրանք ամուսնացել են 2020 թվականին։ Իսկ թե ինչպես է դերասանն ընտրել իր մասնագիտությունը, պատմել է իր հարցազրույցներից մեկում. «Իմ դերասանի մասնագիտություն ընտրելը եղել է դպրոցում, երբ արդեն ավարտական դասարանում էի։ Ես դեռ փոքր տարիքից երազում էի լինել հայտնի հոլիվուդյան աստղ։ Ֆիլմեր դիտելուց ինձ պատկերացնում էի հերոսի կերպարում, բայց դերասան դառնալու որոշում չէի կայացնում։ Դա ինձ համար իմ թաքուն երազանքն էր։ Հետո արդեն ավարտական դասարանում ընկերս Հովհաննես Ղազարյանը հաճախում էր Թատերական ինստիտուտ նախապատրաստական կուրսերի ու միշտ ինձ պատմում էր թատերականի մասին։ Հետաքրքրությունս այնքան շարժվեց, որ որոշեցի ես էլ հաճախեմ 0 կուրս։ Մի որոշ ժամանակ հաճախելուց հետո վերջնականապես որոշեցի, որ ուզում եմ դերասան դառնալ։ 2016 թվականին Գյումրիում ավարտելուց հետո որոշեցի տեղափոխվել Երևան ու այստեղ կայանալ որպես դերասան։ Քանի որ ինձ ոչ մեկ չէր ճանաչում, սկզբնական ընթացքում աշխատում էի բարմեն ու դիմում էի տարբեր թատրոններ, մինչև որ ընդունվեցի Պատանի հանդիսատեսի թատրոն։ Առաջին հեռուստասերիալը, որում նկարահանվեցիք, ո՞րն էր, ստանում եք նկարահանման առաջարկներ, թե քաստինգների եք մասնակցում։ Նկարահանման առաջարկներ ունենում էի, բայց ոչ գլխավոր դերեր։ Առաջին հեռուստասերիալը, որում գլխավոր դերով հանդես եկա, եղավ «Երդում» հեռուստասերիալը։ Դանիելի կերպարով մասնակցեցի քաստինգի և պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանն ինձ վստահեց Դանիելի կերպարը։ Այնուհետև նկարահանվեցի «Կույր աշխարհ» հեռուստասերիալում Դավիթի կերպարով, իսկ այժմ «Վերջին զանգը» հեռուստասերիալում Գոռի կերպարն եմ մարմնավորում։ Արդյոք կարող եք առանձնացնել ձեր դերերից որևէ մեկը, որը նման է ձեզ բնավորության գծերով։ Ես սիրում եմ իմ բոլոր կերպարները, թե դրական, թե բացասական։ Ես չեմ կարող առանձնացնել, թե որ կերպարն է ինձ նման բնավորությամբ, քանի որ իմ մարմնավորած կերպարները խոսում են իմ բերանով, տեսնում են իմ աչքերով, բայց լրիվ ուրիշ մարդիկ են։ Նկարահանումների ընթացքում ինչ դժվարությունների հետ եք առնչվում։ Դերասանի մասնագիտությունը հեշտ աշխատանք չէ, այն մտավոր ու ֆիզիկական բարդ աշխատանք է և միևնույն ժամանակ հաճելի։ Ես սիրելով եմ անում իմ աշխատանքը, դրա համար բարդություններն ինձ համար փոքրիկ ակնթարթներ են։ Հեշտ եք լեզու գտնում դերասանների, ռեժիսորների հետ։ Ինձ հետ աշխատելը շատ հեշտ է, որովհետև ես իմ մասնագիտությանը մոտենում եմ որպես պրոֆեսիոնալ։ Ես գիտեմ ինչքան կարևոր է ստեղծագործող մարդու համար մթնոլորտը ու լավ խաղընկերը։ Դրա համար ես թույլ չեմ տալիս, որ իմ ամբիցիաներից ու սկզբունքներից տուժի գոլեգաներիս ու խաղընկերներիս գործը։ Իհարկե, միևնույն ժամանակ պահանջում եմ, որ դա լինի փոխադարձ, այնպես որ ինձ հետ լեզու գտնելը բարդ չէ։
Եղել է դեպք, որ սցենարը ձեզ դուր չգա և իմպրովիզ անեք կամ ենթարկեք փոփոխության։ Իմպրովիզը պետք է լինի կերպարի ու տեսարանի մտքի սահմաններում։ Ես կողմ եմ խելացի ու ինտելեկտուալ իմպրովիզին։ Տափակ սրամտությունը դա իմպրովիզ չէ։ Դա բնավ կապ չունի սցենարի լավ կամ վատ լինելու հետ։ Դա ճիշտ տեղին ու ճիշտ պահին բխած խոսք ու արարք է, սրտից պետք է լինի, որը համ ու հոտ պետք է տա և տեսարանին, և կերպարին։ Դերասանի կարիերան համադրում եք նաև մոդելի աշխատանքի հետ, նաև միջոցառումներ եք վարում, որին եք տալիս առաջնահերթություն։ Ես առաջնահերթ դերասան եմ, իսկ մոդելի կամ հանդիսավարի աշխատանքը, եթե լինում է լավ առաջարկ ու ես կարողանում եմ այն համատեղել, համաձայնվում եմ։ Նախ ասեմ, որ այժմ կինոթատրոններում ցուցադրվում է Սերժ Գաբյանի ֆիլմը, որտեղ մարմնավորում եմ Վիգոյի կերպարը։ Ֆիլմը իմ կարծիքով հայկական շուկայում տարբերվող ու նոր շունչ է։ Իմ կերպարը, ինչպես նշեցի, Իտալիայից ժամանած իջևանցի քիլեր է, ով ուշադիր է իր հագուստին, կոշիկներին և իր գործի մեջ փինաչիություն չի սիրում։ Շատ փակագծեր չեմ բացի, մենակ ասեմ, որ հաստատ առիթ ու պատճառ կա կինոթատրոն գալու։